Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը։ Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Նարեկ Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր, 2 ամիս անց զորացրվելու էր։ Նարեկն ընտանիքի միակ որդին էր, 1 քույր ունի։ Հայրը 3-րդ կարգի հաշմանդամ է, ծնողները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում։ Լեռնուտի գյուղապետը պատմել է, որ դպրոցն ավարտելուց հետո տղան բանակ է զորակոչվել, մտադիր էր զորացրվելուց հետո կրթություն ստանալ։ Արցախի նախագահի հրամանագրով Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում էլ դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել 1998 թվականին ծնված զինծառայող Կարեն Արմենի Ավետիսյանը։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ Ավետիսյանի դին հայտնաբերել են ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով Կարեն Ավետիսյանն ինքն է իրեն վնասվածք հասցրել իրեն ամրակցված գնդացրով։ Սահմանադրական դատարանն այսօր սկսել է քննել Կոնգրես ՀԺԿ-ի ներկայացրած հայցը, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Լևոն Զուրաբյանի բնորոշմամբ ապրիլի 2-ի քվեարկությունը ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էր։ 2012 թվականին նույնպես Սահմանադրական դատարան եկած Զուրաբյանն այսօր դեժավյուի զգացողություն է ունեցել։ 5 տարի անց մենք նորից գտնվում ենք այս դալիճում նույնաբովանդակ հայցով։ Ցավոք սրտի ամբողջ հանրապետությունն այսօր ունի այդ դեժավյուի զգացում։ Շարունակական ընտրակեղծիքների ապարդյուն բողոքարկումների մասին Լևոն Զուրաբյանի ելույթը Սահմանադրական դատարանի նախագահն ընդհատել է։ Խորհրդարանում չեք, քաղաքական ելույթ մի ունեցեք։ Սա պարլամենտի նիստը չի, դուք էլ ուրեմն ելույթների ժամը չի, որ քաղաքական ելույթ ունենաք։ Գագիկ Հարությունյանը հորդորել է փաստերով խոսել, Զուրաբյանն էլ փաստել է։ Տարակուսում է, թե լռության ուխ տարած պատգամավորներն ինչպես են մեծ թվով ձայներով նորից խորհրդարան անցել։ Արտակ Սարգսյանը այն բազմաթիվ պատգամավորներից է, որ 2012-17 թվականներին ազգային ժողովի 5-րդ գումարման նիստերում որևէ բառ չի արտասանել։ Ներկայացված ձայնագրությունը բացատրում է, թե ինչպես է հնարավոր, որ խորհրդարանում լռության ուխտ պահպանող պատգամավորները վերընտրվում են խորհրդարանում։ Հարց չի անցել նաև տեսանյութերի հարցի քննարկումը։ Այս անգամ էլ Լևոն Զուրաբյանը վիճաբանել է պատասխանող կողմի ներկայացուցիչ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Գագիկ Հարությունյանը շտապել է հաշտեցնել կողմերին, եկեք առանց պիտակավորումների, կարող եմ զրկել խոսքի իրավունքից։ Խնդրում եմ չմիջամտել։ Առանց մատիկ։ Խնդրում եմ չմիջամտել։ Ու խնդրում եմ ինձ նկատողություններ չանել, թե ես ինչպես պետք է այստեղ խոսեմ եւ ներկայացնեմ։ Ընդհատեք երկուսն էլ ընդհատեք, պարոն Զուրաբյան, պարոն Մուկուչյան։ Մենակ է դեր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ անի։ Դաշինքի իրավաբան Տիգրան Եգորյանը ներկայացված փաստերին հավելյալ նյութեր կցելու միջնորդություն է ներկայացրել մինչև վաղը ժամը 12-ը Սահմանադրական դատարանը պետք է ծանոթանա նյութերին, ինչից հետո էլ կշարունակվի նիստը։ Մինչ վիճարկում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քաղաքական ուժերը շարունակում են Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավը։ Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ ընտրաշավի հնարքների տպավորությունը կարծես դեռ թարմ է։ Այսօր էլ ավտոտնակներ է տեսել, գայթակղվել ու նորից դրանց տանիք բարձրացել։ Դաշինքի անդամները երևանցիներին հորդորել են չհուսահատվել, ելք կա։ Պարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան լիֆտերից, աղբի և փոշու ամպերից ելք կա։ Ընտրաշավը մետրոյում սկսած Նիկոլ Փաշինյանը համախոհների հետ այսօր էլ ավտոբուսներին է անցել։ Նոր-նորքում ելքի ներկայացուցիչները թիվ 22 երթուղու ավտոբուս են նստել քարոզչությունը համեմելով Երևանի օրհներքի կատարմամբ։ Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն էլ այսօր շենգավիթում էր, ինչպես նախորդ հանդիպումների ընթացքում այս անգամ էլ խոսել է իր պաշտոնավարման տարիներին արված աշխատանքի ու կիսատ թողածը շարունակելու ցանկության մասին։ Մենք ունենք էլի բազում խնդիրներ, տրանսպորտի խնդիր, բակերի բարեկարգման խնդիր, բազմակ բնակարան շենքերի կառավարման խնդիր, բնակ ֆոնդի պահպանման խնդիր, այդ ամենը մեր համար գերակա խնդիրներ են եւ մենք միասին պետք է լուծենք այդ խնդիրները։ Մի քանի տոնավաճառների առևտրականներ այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին։ Նախորդ ցույցի ժամանակ վարչապետի օգնականի հետ են հանդիպել, այսօր էլ եկել էին ձևակերպված պահանջներն ու առաջարկները ներկայացնելու։ Առևտրականները դժգոհում են ապրանքների փաստաթղթավորման պահանջի դեմ ու առաջարկում մեկ պատուհանի սկզբունքը ներդնել հարկերը գանձելով հենց սահմանին ապրանքների մաքսազերծման ժամանակ։ Մեր առաջարկն է, որ բոլոր հարկերը գանձվի մեկ պատուհան սկզբունքով, այսինքն մաքսային կետերում մենք, եթե մենք ենք ապրանքը բերող, միանգամից այդ 1.5% վճարը վճարենք տեղում, այս կստացվի, որ
մենք մեր բոլոր հարկերը 100%-ով վճարեցինք սահմանում կամ կարգոյում, եկան խիղճներս հանգիստ աշխատեցին։ Այսօր էլ ցուցարարների ներկայացուցիչները հանդիպել են պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների հետ, վերջինները խոստացել են քննարկել առաջարկներն ու օրենքի շրջանակում լուծում գտնել։ Մինչ այդ հարկային տեսուչները նրանց չեն անհանգստացնի։ Տեսուչները կմնա տարածքում, բայց ոչ մեկին չի նեղացնի։ Տեսուչները այնքան որ իրաց գործն են անում, ոչ մեկին չեն նեղացնի, արխային գնացել գործարի։ Նշենք, որ կառավարությունը փաստաթղթավորված աշխատանք է պահանջում։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ապրանքի վաճառքի համար պետք է փաստաթուղթ ներկայացնել, ինչին առևտրականները դեմ են։ Նրանք հաստատագրված վճարի սահմանում են պահանջում։ Հացբերողի հարազատներն ու ընկերներն այսօր նրա մահվան 40-րդ օրը Արթուր Սարգսյանի շիրմին են այցելել։ Հարազատներն իրենց հետ հացբերողի դեմ ոճրագործության 40-րդ օրը գրությամբ պաստառ էին բերել։ Հիշում են, բազմաթիվ ցանկություններ ուներ, սիրում էր երեխաների հետ պարապել, նրանց քննությունների նախապատրաստել։ Հոգով ամուր, տղամարդերն է, կյանքը շատ սիրում էր, շատ լավ երազանքներ ուներ, շատ լավ մասնագետ էր, պարապում էր երեխաների հետ, բարեգործություն էր անում, բոլորի հետ մաթեմատիկայի, ֆիզիկա էր պարապում, որ բուխ ընդունվեին։ Արցախյան պատերազմին մասնակցած Արթուր Սարգսյանի երազանքն էր, որ իրեն եռաբլուրում հողին հանձնեն։ Երբեմն գնում էր եռաբլուր, նստում զինակից ընկերների շիրիմների կողքին ու խոսում նրանց հետ։ Հիմա էլ ընկերները հույս ունեն, որ մի օր նրա աճյունը կվերահողարկավորեն զինվորական պանթեոնում։ Արթուրին զլանալ եռաբլուրում ամփոփվել, Արթուրի աճյունները իր ընկերների մոտ երազանքն է եղել։ Հիշեցնենք, որ Սասնա ծռերի օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին հիվանդանոցում։ Անցյալ տարվա ամռանը ոստիկանության Երևանի ՊՊՑ գնդի տարածքը գրավելու օրերին նա վերակահերթերի տակ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ տարել Սասնա ծռերի անդամներին։ Որպես անհետ կորած որոնվողին ծառից կախված են գտել Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոտակայքում ծառից կախված տղամարդու դի են հայտնաբերել։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նա Երևանի 31-ամյա բնակիչ է, որին իրավապահները որոնում էին որպես անհետ կորածի։ Ապրիլի 25-ին դոլարն էժանացել է, եվրոն կտրուկ թանկացել, արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը 527 ռուբլյոնը 8 դրամ 65 լումա, ֆունտինը 620 դրամ։ Ապրիլի 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից 30-ը 5-ից 7 աստիճանով կբարձրանա։ Երևանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 1-ից 3, ցերեկը 19-ից 21 աստիճան տաքություն։